ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հարցազրույց է տվել Փակ TV-ի եթերում հոկտեմբերի 16-ին ժամը 19-ին։ Վերջինս անդրադարձել է 3 համացանցում տարածվող ստահոդ լուրերին այն մասին, թե ինքն իր կյանքին վերջ է տվել։ Վարդան Ղուկասյանը հետևյալ կերպ է արձագանքել տվյալ լուրերին. «Եթե մի մարդուն կենդանության օրոք թաղում են, ուրեմն երկար կապրի։ Այդ երազանքներով, որոնք որ տառապում են մեր քաղաքական հակառակորդներն ու նրանց մանկաբույծները, կպատասխանեմ այսպես. մուրազները փորները կմնան, բայց դա չեն տեսնի»։ Վարդան Ղուկասյանը լավ է, առողջ է, մարտունակ է և պատրաստ է իր պայքարը տանել մինչև վերջ։ Հավելենք, որ երեկ ողջ մամուլում քննարկվում էր այն թեման, թե ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը մահացել է։ Ամերիկայում բնակվող մի անձ, որի մասին ԴՕԿ կուսակցության լրատվականը հայտարարությամբ էր հանդես եկել, հրապարակելով նրա լուսանկարն ու տալով 24 ժամ ժամանակ տվյալ հայտարարությունը հերքելու և ներողությամբ հանդես գալու համար։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ հանդես էր եկել իր խոսքով, նշելով, որ արդեն իսկ պարզվել է, թե ով է տվյալ ստահոդ լուրերի տարածողը։ Լևոն Բաղդասարյանի խոսքով տվյալ անձը ժողովրդական արտիստ է, նախագահի թեկնածու, ինչպես նաև միջազգայնագետ։ Լևոն Բաղդասարյանը տվյալ անձին կարճ ժամանակ է տվել, որպեսզի հրապարակայնորեն ներողություն խնդրի, ընդունի իր մեղքն ու ասի, թե ով է տվյալ ստահոդ լուրերը տարածելու համար հանդիսանում պատվիրատու։ Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս ամենով չի սահմանափակվի, եթե վերջինս հանդես չգա ինքնախոստովանականով, նա կպատժվի օրենքի տառին համապատասխան։ Հավելենք նաև, որ օրեր առաջ Վարդան Ղուկասյանը հանդես էր եկել ուղերձով, վերջինս նշում էր, որ իր ողջույններն է փոխանցում հայ ժողովրդին, մարդկանց, ովքեր սպասում են անհամբեր, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերներով հանդես գա և լցնի այն բացը, որը շուրջ ամիսներ շարունակ ժողովուրդը տեսնում է։ Վարդան Ղուկասյանը մի քանի քննադատական խոսքով է հանդես եկել, անդրադարձել է նաև հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, անդրադարձել է Հայաստանի իշխանության կողմից տարբեր մարդկանց ձերբակալություններին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններին և իհարկե դաժանաբար սպանություններին։ Նշենք, որ այս օրերին հանրությունը մի մարդու նման սպասում է, թե երբ պետք է Վարդան Ղուկասյանը վերջապես վերադառնա։ Վարդան Ղուկասյանի համակիրները, նրա ունկնդիրներն ու ուղիղ եթերի երկրպագուները անհամբեր սպասում են ողջ ու առողջ տեսնելու այս մարդուն։ Շատերը իրենց միակույսը գտնում են հենց Վարդան Ղուկասյանի վերադարձի մեջ։ Կործանված Հայաստանը, շատերի խոսքով, կարող է միայն վերականգնել հենց Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանի օրոք, երբ նա ուղիղ եթերներով էր հանդես գալիս, Հայաստանում նմանատիպ սպանություններ, նմանատիպ սկանդալային դեպքեր տեղի չէին ունենում։ Ինչևէ, մարդիկ իրենց երկրի ապագան տեսնում են Վարդան Ղուկասյանի հետ։ Թե երբ հայտնի կդառնա, որտեղ կշարունակի ապրել Վարդան Ղուկասյանը, դժվար է ասել, մեզ մնում է միայն հետևել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Գևորգ Գրիգորյանն, ով ժամանակ առ ժամանակ ակտիվ է լինում և հրապարակումներով է հանդես գալիս, խոսելով Վարդան Ղուկասյանի տարօրինակ դատավարության, Հայաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին, կրկին հանդես էր եկել ուղերձով, որից մի քանի հատված ներկայացնում ենք ձեզ։ Որպես քրիստոնյա լինելով իմ աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ես շատ անգամ փորձել եմ դա բարձրաձայնել, շատ անգամ մարդիկ հասկացել են, մարդիկ կան, որ չեն հասկանում, ինչա նշանակում աջակցել եմ և աջակցելու եմ, որովհետև ես ունեմ իմ բացատրության ձևը քրիստոնյա լինելով, քանի որ դա դժվար է աշխարհին հասկացնելը, բայց դա էլ իմ խնդիրը չի, ես բարձրաձայնում եմ, Աստվածաշունչն ասում է, ով ականջ ունի, թող լսի։ Այո, իմ աջակցությունը լինելու է Վարդան Ղուկասյանի հանդեպ, որովհետև նա մեր հայրենակիցն է համար մեկ։ Ես ուզում եմ ասել, որ մեր սիրելի հայրենակիցներին, որ մարդիկ կարող է կարծեն ինչ-որ գևը հետին միտք կամ հետին պլան կամ ինչ-որ որևէ մի բան կարող եք դա, դուք ձեր միտքը ազատ է, կարող եք ձեր միտքը արտահայտվել ձեր մեջ ինչպես կարող եք, բայց ինձ, անձամբ ինձ և իմ անձին պետք չի ոչ մի շնորհակալական խոսքեր, որովհետև եթե մի բան պետք է անես ու սպասես, դա քրիստոնյա վայել չի։
հենց սա է իմ եւ շատ աշխարհիկների հագարակ գնալը հոսանքին, ես հագարակն եմ գնում։ Ես վերցնում եմ այսօր Վարդան Ղուկասյանի անձը, Նիկոլ Փաշինյանին եւ Կաթողիկոսին։ Ես փորձեմ երեքի մեջ գտնենք ինչ-որ լավ եւ վատ իմաստը եւ գանք մի եզրակացության, թե իմ ուզածը ինչ էր այս ամեն ինչի մեջ։ Ես խոստանում եմ, որ ասեմ, եւ դա միշտ եմ ես ասել, չի փոխվի մոտ ոչ մի բանը, որպես քրիստոնյա լինելով։ Նայեք, ես չեմ արդարացնում Վարդան Ղուկասյանի հայհոյանքները ամեն մեկս պետքա պատասխան տանք, թե հայհոյանքի համար, եթե տեղին չի, թե Աստծո առաջ։ Դա ես միշտ ասել եմ, դաժե Վարդանը, երբ որ նա դեռ ազատության մեջ էր, ես իրեն էլ եմ ասել, ես իրեն նորել եմ ասել, բայց դա չեն քննարկում։ Խոսենք Վարդան Ղուկասյան, Նիկոլ Փաշինյան եւ Կաթողիկոս։ Երեք վերցնում եմ, շատ անձերի կարող եմ վերցնել, ուղղակի հիմա ակտուել այդ անձերին վերցնենք։ Ես չեմ տեսել Վարդան Ղուկասյանի մեջ, որ նա երկիր է վաճառել։ Ես չեմ տեսել մինչև այսօր Վարդան Ղուկասյանի մեջ, որ նա հրաման է տվել 5000-ից ավել երեխաներ սպանվելու։ Դեռ ոչ։ Վաղը թե ինչ կլինի այդ անձի հետ, ես չգիտեմ, Աստված գիտի, բայց ուղղակի ուզում եմ քննենք մի քիչ, sense հասկանանք, որ մարդիկ տարբեր ուղիներ են վերցրել, պետքա հասկանանք, որովհետև 18 թվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ սիրո եւ արդարության, եթե չեմ սխալվում, դες մի բան արեց, բոլորս այդ խայծը կերանք։ Հիմա ես ինչ եմ ակտիվ եւ ինչ եմ ուզում սրանով ապացուցած լինել։ Վարդանը հասավ մի բարձրության, որը ուներ շատ հզոր բանակ մարդկային, որ կարող էր դեղին հեռախոսը վեկալել եւ մարդկանցը ոտքի հաներ։ Իմ համար շատ կարևոր էր այս մարդը նույն մարդն է, ոնց որ Նիկոլն ասեց, ես ձեզ սիրում եմ, թե ինքը հակառակն է դրա, ինքը չի ասում սիրում եմ ձեզ, ես աթեիստ եմ, դա շատ ողջունելի է, ոչ թե որ ինքը աթեիստ է, որ մարդը ճշմարտությունն է ասել։ Ուղիղ եթերի վաղ էմոցիաների մեջ ինչ կարող է լինել, ես չեմ արդարացնում, բայց դա չի հիմա քննարկումը, որտեղ մենք ունենք ավելի շատ ծանր խնդիր եւ մեր դեմ դրված լինել չլինելու հարցը։ Հիմա նայեք, Վարդանը, որ ես ողջունում եմ, որ ես միշտ անգամ ես դաժե նախքան իրան նստել ասեմ, լսինգեր, դու ավելի քրիստոնյա ես, քան շատ քրիստոնյաներ։ Ուղղակի քեզ ցավ են տվել, դու քո ցավից գոռում ես։ Դա ես ասել եմ իրան։